եւ տեսավ Աստված, որ ամենը բարի է եւ օրհնեց իր իսկ ստեղծածը։ Հետո միայն մարդը չարացավ։ Ես գիտեմ, որ բազում դեպքեր եղել են, երբ որ անիմաստ կերպով, հա, կենդանիները ոչնչացվել են, որևիցե ինչ-որ բացատրություն չի տրվել եւ նման բաներ շարունակվում են։ Եվ թերևս այսօր, երբ որ ինչ-որ մեկը փորձում է բարձրաձայնել կենդանիների պաշտպանության մասին ինչ-որ մի դրույթ, բոլորը անմիջապես հակառակորդ են դառնում, որովհետեւ մտածում են սոցիալական վիճակը այնքան վատ է, փոխարենը գումարները տրամադրվեն մարդկանց վիճակը կարգավորելու եւ բարելավելու, այդ գումարները, չգիտես ինչու, գնում են կենդանիների պահպանությանը։ Բացառված չէ եւ այդպես էլ կա, որ շատ գումարներ, որոնք որ գնում են այդ գործընթացին կենդանիների պահպանության, պարզապես լվացվում են, հա, եւ կամ յուրացվում են, սա պարզապես պատճառ եւ առիթ է դառնում մարդկանց համար, բայց այնուամենայնիվ այսօր մենք եկել ենք մի իրավիճակի, երբ որ մեր առջև դրված է արդեն կենդանիների պահպանման խնդիրը։ Մի սպանեք մեզ, վախեցեք Աստծո դատաստանից, քրիստոնյա ազգին վայել չէ։ Ինչ են տեսնում մեր երեխաները, ինչ սերունդ ենք դաստիարակում ենք, չէ՞ որ նրանք մեր ապագան են։ Նորքում ապրող բնակիչները այսպիսի թռուցիկներ փակցնելով շենքի վրա փորձում են նաև այս կերպ հանրության ուշադրությունը սևեռել խնդրի վրա։ Մենք իրան այստեղ էինք պահում ձագերի հետ, այստեղ։ Այս թփերի արանքը բուն էինք սարքել, որ մարդկանցից հեռու լինի, էլի, որ չտեսնեն երեխեքը չգան անդադ վերցնեն այդ շներին, ձագերին, այդտեղ պահում էինք այդ շանը։ Հետո մեկ էլ մի օր գիշերվա ժամը 12-ներ փողոցի լույսերը արդեն անջատել էին, նստած էինք, հələ ոչ մեկս քնած չէինք։ Ու շատ ուժեղ, ես չեմ կարա այդ նկարագրեմ, այդ երևի մեկ էլ մարդիկ պատերազմի ժամանակ են այտենց ձեներ լսել։ Պատուհանից նայեցի, այստեղ մեքենա էր կանգնած, այ հենց այս բանի տակ, այս ֆանարիկի տակ, բայց իհարկե ինքը անջատած էր, էլի։ Մեքենան ստեղ կանգնած էր, ես նայեցի, իհարկե ոչինչ չտեսա, որովհետև շատ մութ էր, մենակ տեսա, որ ստեղ ինչ-որ բան է կանգնած, ու զանգել եմ ընկերուհուս։ Զանգեցի ամուսինը վերցրեց, ասացի, այդ ինչ էր։ Ասեց Ռեքսին խփեցին։ Ու այդ իմ գորգորալու վրա, որ ես իրանց կանչում եմ, սրանց մեքենան, մինչև այդ իրանց մեքենան, այսենց իջավ պտտվեց, առանց լույսերը վառելու, սենց իջավ ստեղով պտտվեց, այն կողմ գնաց, մի հատ էլ այն կողմի վրա կրակեց։ Էդ էլ արդեն ռիժիկի համար էր։ Ռեքսին սպանել էին ու ընկել էին ռիժիկի հետևից։ Բայց ռիժիկին չեն կարացել սպանեն, կրակել էին հեսա։ Էս էլ մենք առավոտն ենք գտել։ Կրակել էին ռիժիկին ու չէին կպել։ Ու ես տեղից հենց գոռում եմ, ասում եմ, խփեցիք շանս, այս հենց տեղից գոռում եմ։ Մեքենայի մեջից հենց պոչից բռնած այսքան բան ա հանել, երևի պուճուր շուն էր։ Սենց պոչից հանել, ասենց պահել, ասենց ասում, հələ ստենա եսի շուն ա, մենք աղվես ենք խփում։ Այդ ցինիզմը ես ուղակի չգիտեմ, էլի, մնացած ազգերին ոնց ա, բայց հայերին վայել չի, էլի։ Ինձ թվում է քրիստոնյա ազգին նման ցինիզմը վայել չի։ Դե ես դասից գալիս էի, թաթիկով սումկայից մեջ եմ մտնում, որ տեսներ ինչ կա ուտելու։ Ես է տալիս էի, բուֆետից բաներ էի առնում, բերում էի իրանց էի տալիս, կերակրում էի։ Տենց պահում էինք երեխեքով, տանը ինչ մնացորդներ լինում էր, իջացնում էինք տալիս էինք։ Ռեքսին է, ռիժիկին էլ։ Только от жизни собачьей, только от жизни собачьей, собака бывает кусачей. Աշխարհում ցանկացած խնդիր ունի լուծում։ Երբ խնդիրը կա, ապա միշտ էլ կարելի է գտնել մեղավորների։ Սակայն այս դեպքում չէ որ միջոցները կան, ընդ որում հսկայական գումար է բյուջեից ուղղվում խնդրի լուծման համար՝ 180 միլիոն դրամ։ Մինչդեռ այդ գումարը գուցե կարելի էր օգտագործել այլ կերպ, ավելի մարդասիրաբար։ Այս պատմությունը բնավ էլ փողոցային շների մասին չէ, այլ ուղղակի շան կյանքի։ Այն մասին, թե ինչու հանկարծ մենք դարձանք չար ու հիվանդ։ Հակառակ դեպքում մեր քաղաքում չէին կրակի ուղիղ կենդանիների վրա, իսկ մենք չէինք կարող խաղաղ ննջել, երբ մահվան սարսափի տակ նրանք կաղկանձում են։ Եթե տխուր պատմություն էր, ներողեք։